Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը։ Հիշեցնեմ, թե որ տարբերակներով մեզ կարող եք լսել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե միացեք մեզ Facebook-յան հարթակում հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում։ Իսկ ես ներկայացնեմ, թե ում հետ ենք զրուցելու բժիշկ սեքսոլոգ Վահե Ասրյանի եւ այսօրվա թեման կարծում եմ բավականին քիչ քննարկված է, իհարկե չես համեմատի առաջվա վիճակի հետ, ես հիշում եմ առաջ նույնիսկ ամոթ էր բարձրաձայնել այս բառերը եւ բառակապակցությունները մեդիայով եւ հանրային հարթակներում, բայց այսօր առաջվանը չէ եւ մենք այսօր փորձելու ենք ձեր շնորհիվ հասկանալ, թե ինչպիսին է վիրտուալ սեքսից եւ պոռնոֆիլմերից կախվածությունը Հայաստանում եւ ինչ խնդիրներ այն կարող է առաջացնել։ Ես ձեր բավական շատ տեսանյութեր եմ տեսել ու հասկացել եմ, որ դուք ինչպես եթերից առաջ խոսեցինք, ասելիք ունեք եւ պատճառահետևանքային կապը շատ հանրամատչելի կարող ենք հիմա ներկայացնել դրական, եթե կան այդպիսիք բացասական, արատավոր եւ արդեն խանգարմանը բերող խնդիրներին հերթով անդրադառնանք։ Եվ այսպես, նախ եւ առաջ մարդիկ վիրտուալ սեքս ասելով ամենատարբեր բաները կարող են հասկանալ։ Սեքսոլոգը ինչ է առաջարկում պատկերացնել այս բառակապակցության տակ։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ հատկապես շնորհակալ եմ սեքսոլոգիայի հետ կապված հարցերը բարձրացնելու տեսանկյունից, որովհետեւ դա կարծում եմ առնվազն կարեւոր է ոլորտը ճանաչելի ու ել ավելի տեսանելի դարձնելու համար, որտեղ իրականում Իհարկե դուք ճիշտ եք, շատ բան է փոխվել, բայց դեռ անելիք կա, որպեսզի պոտենցիալ այցելուն մարդու ունի որևէ խնդիր սեռական առողջության հետ կապված իմանա ուր պետք է գնա ինքը։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, վիրտուալ սեքսին եւ մնացյալ տարատեսակներին, ես մի այսպիսի եզրույթ եմ ինքս համար սահմանել ու հաճախ օգտագործում եմ դա, այդ ամենը փաթեթով անվանում եմ էկրան կախյալ սեռական կյանք եւ սեռական գրգռում, որտեղ որ սեռական գրգռման հիմնական մեխանիզմը, հիմնական միջոցը էկրանն է։ Չէ՞ որ մարդիկ են այդ էկրանի մյուս կողմում, թե դա երկրորդական է դառնում ու մենք փոխվում ենք այդ իրականությունից մարդու հետ շփման։ Տեսեք, այստեղ ներբություններ կան, որովհետև շատ հանգիստ շատ մարդիկ մեզ կարող են հակադարձել, ովքեր կա մարդ, որ էկրան չի նայել, կա մարդ, որ էկրանից որևէ սեռական գրգռում չի ապրել։ Եվ մենք կդժվարանանք այդ ամեն ինչը երկել, բավարար հակափաստարկներ չկան, բայց կարևորը թե որ մարդը որ տարիքում ինչ նպատակով է օգտագործել էկրանը եւ էկրանից ինչ չափ սեռական գրգռում է ապրել եւ արդյոք մարդու համար սեռական գրգռման միակ գործիքը էկրանն է, թե ինքը էկրանն օգտագործում է որպես այլընտրանք եւ թե էլի այդպես շատ թեյր։ Այսինքն դա միանշանակ չի եւ ես թողջանի չի այնպես որ ասում եմ էկրանը վատն է եւ հանկարծ էկրանի հետ կապված որևէ շփում չունենաք։ Դա հնարավոր էլ չի։ Մեր օրերում առնվազն անհնար է։ Բայց երբ որ մարդու համար էկրանը դառնում է սեռական գրգռման հիմնական միջոց եւ գործիք, այդ դա ռեալ վնասում է եւ ես էլի բազմիցս եթերներից ասել եմ, այն սերունդը, որ առաջինը ունեցավ սմարթֆոններ եւ հասանելի ինտերնետ հասանելիություն, իր սեռահասացման հենց սկզբից, այսօր բավականաչափ խնդիրներ հասանելի են դարձել արդեն մեծ մասնագետներից, որովհետեւ սեռահասացման ընթացքում երբ որ պետք է սեռական կյանքի մասին առաջի ակունքները, ինֆորմացիան, պատկերացումները, ֆանտազիաները ձևավորվեն եւ դեռասը սկսի ինքը իրեն ճանաչել օրգանիզմից եկած տարբեր զգացողությունները հասկանալ դրանց իրացման համար ճանապարհներ փնտրել, մենք ինչ ենք անում, դեռասին տալիս ենք էկրան, ասում ենք եւ կարող դու նայել։ Ինչ է նայում դեռասը, բաներ, որոնք որ իր տարիքային խմբի համար առնվազն չեն կարելի։ Ամենակիչը չեն կարելի։ Ինչ ենք ունենում ենք վնասում։ Ներողություն, այդ վնասման համար հետո մենք պետք է հատուցում տանք, պետք է օգնենք, որտեղ այդ վնասումը շատ դեպքերում կարող է բավականին լուրջ հետևանքներ ունենալ եւ սեռահասացումից հետո կարելիից հետո սեռական կյանքի մեկնարկը դարձնի շատ բարդ։ Փաստորեն այն սերունդը, ում սեռահասունացումը համընկել է հենց սկզբից սմարթֆոնի առկայության հետ, արդեն այնքան մեծ են, որ նույնիսկ հայտնվում են ձեր կաբինետում։ Ճիշտ եք հասկանում։ Այս մասին կարծեմ առաջին անգամ 3 թե 4 տարի առաջ եմ խոսել հանրային խոսքի մասին։
Եվ ինձ հարցուող մարդը մի քիչ դերավատորեն էր մոտեցած, բայց այսօրվա համար արդեն կարող եմ ասել, որ պրակտիկան թե իմ թե գոլեգաներից բավականաչափ շատ է եւ մենք ունենք փաստագրված նյութեր չունեմ ցավոք սրտի վիճակագրություն չունեմ, մեկ գիտություն չենք։ Ինձ թվում է ժամանակն է, որ հավաքենք, որովհետեւ արդեն մի մեծ վիճակագրական գրքույկ կարող է հավաքվել։ Կարծում եմ, որ առնվազն գիտական մոտեցում այս ամենին պետք է, որովհետև այդպես թե այնպես դա ռեալ վտանգ հանդիսանում է, ռեալ վտանգ է մեր երիտասարդների, դեռահասների առողջության տեսանկյունից, դրանում համոզված եմ, բայց ամեն դեպքում այսօր արդեն կարող եմ շատ ավելի հստակ եւ շատ ավելի փաստագրված ասել, որ հա, այդ ամենը վնասում է։ Եվ բնավ մյուս բևեռում խոսքը նրա մասին չի, որ երեխայի ձեռքից պետք է բոլոր սարքերը հավաքել, չթողել որևէ բանի, չէ, խոսքը դրա մասին չէ։ Ու էլի դա հնարավոր էլ չի։ Որովհետև կա ճակերտավոր ոսկե կանոն, յուրաքանչյուր երեխա ունի առնվազն մեկ ընկեր, ով ունի հեռախոս եւ ինտերնետ։ Այսինքն մենք չենք կարող երեխային տոտալ վերահսկել, դա խելամիտ չի, այլ մենք կարող ենք երեխայի դեռասի հետ ունենալ բավարար չափով փոխվստահություն եւ առողջ հարաբերություն, որտեղ որ մեր երեխան բոլոր հարցերը կուղի մեզ։ Մենք որ տարիքի մասին ենք հիմա խոսում, 16+, թե 14+, թե 14-ն էլ է ուշ արդեն, ինչ կասեք։ Դեռահասության մասին խոսում, սեռահասացման սկզբից, բայց այդ չի նշանակում, որ եթե երեխան 8 տարեկան է եւ հարցեր է տալիս, պետք է սպասի մի տարի, 2 տարի կանցնի հետո նոր։ Չէ, բոլոր տարիքում է պետք այդպես, բայց քանի որ սեռահասացման մեկնարկին այդպիսի հարցերը ավելի շատ են, որտեղ օրգանիզմը սկսում են տարբեր փոփոխություններ, երկրորդային սեռական հատկանիշների հետ գալը եւ այլն, այսինքն այդ ժամանակ արդեն հարցերը շատ ավելի շոշափելի են դառնում եւ ավելի մեծ ուշադրություն ջանք ու եռանդ է պահանջում։ Իհարկե ծնողներ կան, որոնք պրակտիկայում կամ տարբեր սեմինարների ժամանակ հանդիպել ենք, շատ դժվարանում են, գանգատում են, ասում են ախր դա բժիշկ ջան, դա ախր դժվար է, անդադ։ Ես միշտ հիշեցնում եմ մի բան, որ ձեր երեխան մի անգամ է դեռահաս լինելու, ընդամենը մի անգամ, եւ հետո էլ երբեք դեռահաս չի լինելու։ Իսկ զգուշացնում եք, որ եթե դուք չպատասխանեք, պատասխանելու է այլ մարդիկ, անծանոթներ, աղբյուրներ, շատ կասկածելի ծագման ու որակի, օրինակ ես էլ այդպես եմ միշտ ասում, որ ինչքան կարելի է նույն բանը բացատրել, այստեղ պատասխանը մեկն է, ձեր փոխարեն դա կանի նույն էկրանը, այլ աղբյուրներ, ինչու՞ չէ անծանոթ եւ կիսածանոթ մեծահասակներ, իրենցից ավելի մեծ ու էլի բավականին խեղաթյուրված պատկերացումներով մեծացած ընկերներ, ավագ դասարանների, ենթադրենք, եւ այլն եւ այլն։ Ես ոչ միայն բացատրում եմ, նաև խնդրում որ այս մասը բաց չթողեն ծնողները։ Ես իհարկե ծնողներն եմ հասկանում, մեր երկրում երեխա մեծացնելը առանձնապես հեշտ բան չի եւ աշխատանքային ծանրաբեռնություն կենցաղ եւ այլն դա երբեմն ծնողներին սպառում է եւ ինչ որտեղ իրենք ինչ որ բարագայում տեղի են տալիս, բայց այդ մասը միշտ խնդրում եմ որ չմոռանան, որ այո, եթե դուք հուսափում եք կամ դուք կշտամբում եք կամ արգելում եք, երեխան գտնելու է մեկ այլ հեղինակավոր մարդու, իր համար հեղինակություն ունեցող մարդու եւ ուղղելու է հարցեր եւ այդ հարցերի պատասխանները բանալի են դառնալու, որ ձեր երեխան մեկ այլ մարդու համար դառնա խոցելի եւ ինչու՞ չէ մի օր էլ հայտնվի զոհի դերում։ Մասնավոր օրինակներ ցավոք սրտի կան եւ չեմ կասկածում որ էլի կլինեն մեր երկրում, դժվար չի այդ ամեն ինչին կարելի փնտրել գտնել ինչի մասին է խոսքս, թե ինչ ճանապարհով է X երեխան դարձել Y բռնարարի զոհը եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ ամենը չեմ ասում հենց ուղիղ տանում է այդտեղ, բայց ճանապարհը որոշակիորեն հարթում է եւ հետո եթե մեր երեխան որևէ խնդրի առաջ է կանգնում, սովորաբար իրեն օգնում են ովքեր մենք ծնողները։ Այսինքն այդպես տեմպես պատասխանատվությունը եւ մնացյալ ամենը ծնողին է եւ ենթադրում է որ ծնողը պետք է այդ ուղղությամբ մաքսիմալ գործողություններ ծավալի, որպեսզի չհասնի բանը նրան, որ ինքը որևէ խնդիր լուծելու առաջ կանգնի։ Եթե սեռադաստիարակությունից ու սեռակրթությունից ենք խոսում, որի թեման ինստինկտյան արդեն բացվեց, արդյոք տարբերություն եք տեսնում դեռահաս աղջիկների ու դեռահաս տղաների հետ զրուցելու առանձնահատկությունների միջև, թե դեռահաս է եւ այսպես պետք է այդ բազային նույն գիտելիքը փոխանցել եւ հարցերին պատասխանել նույն կերպ։ Տեսեք, դա չեն կարող առանց տարբերությունների։ Մասնավորապես եթե աշխարհում բրիկական սեռի մոտ սեռասանցումը փոքր ավելի շուտ է մեկնարկում եւ վերարտադրական համակարգի տարբերությունները եւ այլն, անպայման տարբերություն պետք է լինի, բայց
այդ տարբերությունը չպետք է լինի նրա հաշվին, որ դու պայմանական աղջիկ ես, քեզ այսքան բանակարել է, տղա ես, քեզ այսքան բանակարել է եւ այլն։ Այսինքն ինչ որ հատուկ սերով պայմանավորված սահմանափակումներ եւ արտոնություններ, այստեղ դրա մասին չի խոսքը։ Չէ, առնվազն դրա մասին չի խոսքը, որովհետեւ մի բարձ փաստ կա, մեր երեխան կամ ապագա սեռասուն երիտասարդը պետք է սեռական կյանք մեկնարկի, ինքը չունի ոչ մի երաշխիք, որ մարդը ում այդ սեռական կապի մեջ է ինքը մտնելու, բավարար գիտելիք է ունենալու։ Այսինքն մեր իրեն չկրթելը եւ բավարար գիտելիք չտալը, այդպես թե այնպես իր սեռական կյանքի մեկնարկը վտանգում է։ Իսկ այդ վտանգը կարող է հասնել շատ մեծ ծավալների, այսինքն որևէ ամբուժելի հիվանդությամբ հիվանդանալուց սկսած մինչև շատ ավելի բարդ իրավիճակներ։ Դրա համար մենք մի քիչ կարող կոպիտ են, բայց մենք իրավունք չունենք մեր երեխային չկրթելու։ Իրավունք չունենք։ Հակառակ դեպքում մենք իրեն ենթարկում ենք ուղղակի վտանգի։ Այսինքն չկրթելը այստեղ ուղղակի թեթև բաց թողում եւ կողքով անցնել չի, այլ հետո վնասներ է տալու։ Դա առնվազն մեծ պոտենցիալ ունի, որ մեր այսօրվա երեխան եւ վաղվա երիտասարդը սեռական կյանքի մեկնարկին կապ չունի դա ինչ մեխանիզմով կլինի, մեծ շանս ունի խնդիրների առաջ կանգնելու։ Եվ ես ուրախ կլինեմ, որ այդ խնդիրները ընդհանրապես բժշկի սենյակում լուծվեն եւ վերջ։ Վտանգ կա արդյոք սեռական կյանքը պոռնոֆիլմերից եւ նույն էլի էկրանային վիրտուալ սեքսից սկսելու դեպքում անցում չկատարել իրական սեռական կյանքին, այդպիսի դեպքեր լինում են եւ ռիսկը որքան է, որովհետեւ շատ բժիշկներ, էլի ձեր գոլեգաները, հիմա ձեր կարծիքն եմ էլի ուզելու այս առիթով լսել, նշում են, որ այդպես էլ իրական սեռական կյանքի անցում չի կատարվում։ Դուք այսպիսի բան նկատում եք, թե ոչ։ Չեմ կարող ասել, որ հենց միանշանակ այդպես է եւ յուրաքանչյուրը դժվարություն ունենալու կամ չի կարող անցում կատարել, բայց եթե դեռ տարիքից հիմնական գրգռման միջոցը եղել է էկրանը եւ ունեցել ենք էկրան կախյալ սեռական գրգռում եւ սեռական հաճույքի փնտրտուք, սեռական կյանքի մեկնարկը եւ մարդու հետ սեռական կապի մեջ մտնելը ինքնին դժվար է լինում եւ երբեմն բավականին հետաձգվում է դա։ Դու կարող է ստացվել այնպես, որ բժշկի հետ երկարաժամկետ աշխատանքն էլ դրա արդյունք չտա։ Դրա համար է, որ շատ կարևորում եմ, որ այդ սահմանը պետք է շատ հստակ լինի դրված։ Էլի եմ ասում, հեռախոսը մեր թշնամին չի, էկրանը մեր թշնամին չի, բայց պետք է շատ հստակ սահման դրված լինի եւ երբեք ու երբեք սեռասման ընթացքում են բոլոր մեխանիզմները, որոնք պետք է նորմալ մարդը ունենա, ապրի եւ դրանցով իր սեռականությունը ձևավորի, դրանք չպետք է փոխարինվեն էկրանով։ Դրանք պետք է լինեն իրական, պետք է լինեն ժամանակին համընթաց եւ չպետք է լինեն այսինքն նաեւ արագացված, որովհետեւ ինչ-որ տենց կարճ ժամկետում մեծ խիտ ինֆորմացիայի տեսքով եւ այլն։ Այսինքն այստեղ դոզավորումը շատ կարևոր է սեռասնացման զուգընթաց։ Ինչ կասեք բժիշկ այ վիրտուալ սեռական դաշտից, պոռնոֆիլմերից հետո իրական կյանքում սեքսուալ պարտներից ակնկալիքների մասին։ Օրինակ ես անձամբ որպես ուղղակի առողջապահական ոլորտի լրագրող եւ լսանի հետ մեծ կապ ունեցող մարդ, այստեղ եմ խնդիր տեսնում, որ երբ շատ է չափազանց մեծ է քանակը վիրտուալի ու էկրանայինի սեռական կյանքի, այդ դեպքում իրական կանանցից, ինչու՞ չեն իրական տղամարդկանցից ակնկալիքներ լինում են խեղաթյուրված, չափազանցված, մի տեսակ ու այդպես չբավարարվածության զգացումը միգուցե շատանում է ու չի ստացվում սեռական կյանքը դասավորել, ինչ կասեք այս մասին։ Դա միանշանակ ձեր տրամաբանությունը ճիշտ է, լինելու է չափազանցված, ընդ որում չափազանցված է լինել նաև սեփական մարմնից ակնկալիքները։ Այս մասը ես ունեցել եմ պացիենտներ, ես ունեցել եմ զույգեր, օրինակ զույգ, ով դիմել է կարծելով, որ ինքը սեռական կյանքում ունի լուրջ խնդիրներ, եւ հետո մենք քննարկել ենք բարձրորը, որ այն ինչ որ իրենք ունեն, անդադ զուգահեռներ է տարվում նրա հետ ինչ որ տեսել են պոռնոյում եւ ուզում են հասկանալ որտեղ է իրենց սխալը, բայց այստեղ խոսքը կարող եմ ասել երկու առողջ մարդու եւ առողջ սեռական կյանքի մասին է եղել եւ մեր դա առաջին եւ վերջին հանդիպումն է եղել, կամ սահմանափակվել ենք, որովհետեւ ցավոք սրտի շատերի համար չափան միավորը, թե սեփական մարմնի այս կամ այն չափի մասին է խոսքը եւ թե սեռական ակտի որակական ու քանակական տվյալների մասին է խոսքը, չափան միավորը պոռնոն է։ Եվ դա նաեւ շատ կարեւոր է, թե ով ինչ պոռնո է նայել։ Հա, դա որովհետեւ դա միատար, միատեսակ ու մի հարթություն չէ, այնտեղ ոնց որ թե գնալով
կշատանում են, հա, տեսակավորումները։ Կարծում կշատանան, որովհետև ամեն ինչն էլ գնալով ավելի բազմազան է դառնում, սննդից սկսած մինչև պորնոգրաֆիա, ամեն ինչ ավելի տարբեր երանգները հաղորդում, կարծում դա զուտ առևտրային բանունի միտում ունի, որպեսզի բոլոր տեսակի ցանկություններով մարդկանց համար լինի համապատասխան պրոդուկտ, բայց վերջնական արդյունք դա իրականությունը չի փոխում, որովհետև այդպես թե այնպես մենք ունենում ենք խնդիրներ։ Եվ բնականաբար չափել նրանով, թե ինչպիսին է եղել պորնոյը, ինչպիսին ես դու եւ կարծել որ խնդիր ունես, առնվազն դա չպետք է լիներ։ Եվ դուք համոզել եք, ճակերտավոր համոզել եք, որ իրենք իրականում այդպես օբյեկտիվ խնդիրներ չունեն։ Հա, մենք կարողացել ենք իրար հասկանալ եւ դա մեր վերջին հանդիպումն է եղել, հետո ունեցել ենք այդ դարձ կապ, ամեն նորմալ է եղել եւ այլն։ Այդպես լինում է եւ այստեղ մի նրբություն կա, երբ որ ես մասնավորապես խոսում եմ դեռահասների էկրան կախյալ սեռական շփումների, կյանքի մասին պատկերացումները նկարագրելով, շատ կարևոր է հաշվի առնել, որ ես դրանով որևէ կերպ չեմ որպես բժիշկ չեմ հայտարարում, որ պետք է մեծահասակները անպայման նայեն։ Այսինքն ուզում հստակ փաստենք, որ պորնոգրաֆիան մեծահասակներին եւս վնասում է։ Եվ եթե պորնոգրաֆիան մեծահասակի համար եւս սեռական գրգռման հիմնական միջոցն է, դա առնվազն վնասել է նրա սեռական կյանքը, որովհետեւ հակառակ դեպքում կստացի որ ես արտոնում եմ, որ մեծահասակ չէ, դա այդպես չի, եւս վնասելու է։ Ինչ կասեք երկարաժամկետ հարաբերությունների, դա կլինի ամուսնական, սիրասեքսուալ հարաբերություններ, ահա այսպիսի միավորի մեջ գտնվող հիմնականում տղամարդկանց մոտ են նկատվում այդպիսի գանգատներ, ելի կախվածությունը էկրանային սեքսից։ Արդյոք իսկապես մեծ է խնդիրը, նախ ըստ ձեր պրակտիկայի ուղղակի անձնական տպավորության, եւ ինչու է այդպես, եթե մարդը ունի զուգընկեր եւ կարող է փաստացի ունենալ իրական սեռական կյանք։ Չեմ կարող ասել, որ խնդիրը ամենամեծն է, կստեմ, բայց որ խնդիրը նշանակալի է եւ ուշադրության կարիք ունի, դա առնվազն պետք է ու մասնավորապես որևէ անելիք գործողություն այստեղ պետք է ուղղված լինի ծնողներին եւ դեռահասներին, որպեսզի ծնող երեխա կապը կարողանանք ճիշտ կազմակերպել եւ դրանով հանդերձ երեխային չտանք հնարավորություն, որպեսզի ինքը իրեն վնասի։ Իսկ ինչ վերաբերում է երկարաժամկետ հարաբերություններին եւ դրանցում առկա նման խնդիրներին, տեսեք, շատ կարևոր է թե տվյալ երկարաժամկետ հարաբերությունը իրականում ինչ մոտիվացիա է մեկնարկել։ Շատ կարևոր է դա, որովհետեւ բոլորի համար չի, որ մեկնարկը լինում է հենց սեքսուալ հետաքրքրությունը եւ եթե անգամ զույգից մեկի մոտ դա այդպես է, մյուսի մոտ պարտադիր չի որ եւս այդպես լինի։ Եվ եթե համարենք, որ մոտիվացիան երկուսի պարագայում էլ նույնն է, ելի պետք է վերադառնանք սեռական կյանքի մասին առաջին պատկերացումներին եւ տվյալ մարդու սեքսուալության ձևավորմանը, որպեսզի հասկանանք ինչի է այդպես։ Կան իրավիճակներ, որտեղ որ սեռական կյանքում միադեկած խնդիրների դեպքում պարտները հրաժարվում է դիմել մասնագետի, հրաժարվում է գնալ խնդիրը լուծելու, սեռական կյանքը տուժում է կամ անգամ չարարվում է եւ որպես այլընտրանք զույգից մյուսի մոտ պորնոգրաֆիա եւ գրգռում ապրելը դառնում է տարբերակ։ Այդպես էլ է լինում։ Ու նաեւ չբաժանվելու կամ չամուսնալուծվելու իրարից հեռանալու համար չկա բավարար նախապայմաններ, ավելի հեշտ է իրար հետ, եթե փորձենք այդպես մեկնաբանել, այսինքն դա չի քննարկվում, բայց միևնույն ժամանակ նա չի գնում մասնագետի դիմելու եւ հետաբար մյուսը ուզում է սեռական գրգռում ունենալ, սեռական հաճույք զգալ եւ պորնոգրաֆիան դառնում է որպես կոմպենսատոր միջոց, այսպես ասենք, բայց դա երկի հարցի լուծում չի։ Իսկ եթե երկուսին էլ օքեյ է, այդպես։ Իրականում եթե բոլորի համար դա հարմար է, դրա մասին ոչ դուք, ոչ ես չենք կարող իմանալ, հա, որովհետև մենք այնտեղ չենք։ Եվ շատ հետաքրքիր հարց եմ ուզում տալ, սեքսոլոգիան եւս շատ արագ զարգացող կարծում եմ մասնագիտացում է, շատ հնացած մոտեցումներ կան, որ այսօր ասում են, գիտեք, էլ այդպես չեն չափում մարդու սեռական կյանքի որակը։ Օբյեկտիվ տևողություններ, օրգազմի քանակներ, չգիտեմ, խնդիրներ, չափեր, էլ չգիտեմ, այնտեղ շատ պարամետրեր կան։ Օբյեկտիվ ցուցանիշներ մնացել են, թե մենք արդեն իսպար պետք է հրաժարվենք օբյեկտիվ որևէ չափումից։ Գիտեք, ինչ որ թվեր ես այսօր չեմ կարող հրապարակել։ Ինչ որ թվեր չեմ կարող ասել, որ սա է հենց ճշմարիտ է եւ սրանից ոսկե ստանդարտ է։
Ինչի, որովհետև սեքսոլոգիական վերլուծություն ասվածը մասնավորապես եթե մենք գործում ենք զույգի հետ, դա բավականին ժամանակատար եւ բավականին ռեսուրսատար process է, որի ժամանակա որ մենք կարողանում ենք հասկանալ ինչ որ մի եզրահանգման գալ թե տվյալ անատի կամ տվյալ զույգի համար որը կարող է լինել ողջամիտը եւ որի պարագայում է որ ինքը կարող է համարել որ ինքը իր միսիան կատարել է Եվ այդքանով հանդերձ դրան զուգահեռ պիտի նաև հարագումարի տեսքով, տվյալ եթե զույգի հետ գործում ենք, հասկանանք տվյալ զույգի մինիմալ եւ մաքսիմալ ակնկալիքները որոնք կարող են լինել։ Եվ դա պետք է հաշվարկել։ Այսինքն պետք է ընդհանուր պատկերացում կազմել։ Այ դրա համար է որ թվերը որպես այդպեսին առնվազն այստեղ չեն օգնի մեզ ինչ-որ բաներ հասկանալու համար։ Երբ դուք աշխատում եք կոնկրետ զույգի հետ ձեր սենյակում, հա, կապ չունի թե ցուցանիշները միջին վիճակագրական կամ ոսկե ստանդարտային, այսպես ասած, ինչ են ասում։ Որովհետև շատ հստակ դեպքեր կան, որ թվերը մենք ընդհանրապես շրջանցում ենք վերևի կամ ներքևի եզրին հասնելով, բայց մենք չունենք խնդիր եւ ավելին ասեմ, ունենք մարդ, ով իրեն լավ է զգում, կամ մարդիկ, ովքեր իրենց լավ են զգում։ Եվ հակառակը, երբ ամեն ինչ բավականին միջին վիճակագրական եւ ավել է, բայց մարդիկ ունեն չբավարարվածության եւ պակասի զգացում։ Գիտեք, դա այնքան բնական է, որովհետեւ կներեք, սեքսը դա բուժական ֆիզկուլտուրա չի, որ մենք ժամացույցը պահենք, այսքան всё լավ շատ 5 է ստանում, տարեկանը տել 5 փակվելու, դա ապրելու, զգալու, արարելու, սիրելու, սիրվելու process է, որտեղ որ մենք չենք կարող թվերով ինչ-որ հաշվարկներ կատարել։ Եթե երկու մարդ իրենց ցանկությամբ եւ իրենց կամոք սեռական կապի մեջ են մտել, լավ զգալու շանսերը շատ մեծ են իրականում եւ այդտեղ եթե ամեն ինչ կարգին է եւ հարաբերությունները առողջ են եւ որևէ մեկը որևէ մեկի հետ ունեցած որևէ խնդիրը սեռական ճանապարհով ցույց դնելու կամ լուծելու հարց չունի դա առաջ դրված քիչ հավանական է որ ինչ որ մեկը ինչ որ թիվ կհիշի եւ կասի այ չէ սա 2.5 րոպե տևեց բայց այս կանխատեսումը պետքա 7 րոպե տևեր եւ այլն չի լինի այդպես իսկ եթե հարաբերությունը առողջ են բայց այն ինչ որ խնդիրի հետ է եկել տվյալ զույգը այդ խնդիրը լուծելու հստակ մեխանիզմ ունի իրենք դիմում են գալիս են երկուսով կամ միայնակ փորձում են իրար օգնել աջակցել եւ իրականում այն հոգատարությունն ու աջակցությունը, որը ցուցադրվում է պարտների կողմից որևէ սեռական դիսֆունկցիա բուժելու ժամանակ, դա օրինակ նաև էսթետիկ առումով շատ գեղեցիկ է։ Շատ հուզիչ է, ես ասեմ։ Շատ, այդ նվիրվածությունը շատ կենսական է, չգիտեմ, ես ականատես եմ եղել բազմաթիվ դեպքերի, շատ հետաքրքիր է այդ ամենը, երբ որ զույգը ամեն կերպ այդ նվիրվածությունը, որովհետև մի բան է, երբ որ պարտները, չգիտեմ, պայմանական տրավմա ունի, ու դրան խնամում ես մինչև ոսկորը կազդուրվի եւ ինքը կկողանա, մի այլ բան է, երբ որ պարտները ունի սեռական դիսֆունկցիա եւ այդ դիսֆունկցիան իր հետ է գալիս սեռական ֆունկցիան իրացնելիս հենց քո հետ եւ դու դրանից դժում ես բնականաբար, որովհետեւ սեռական ֆունկցիան բավարարչափով չի իրացվում կամ վատ է իրացվում եւ դու այդ հոգատարությամբ փորձում ես ամոքել դա, որպեսզի ձեր երկուսի սեռական կյանքը հետաքրքիր հետաքրքիր է անում ես ամեն ինչ, այո, շատ գեղեցիկ է մարդկային, այստեղ հասկանում ես, որ սեքսը սեքսի համար չէ, այլ շատ ավելի բազմաժանր, բազմաշերտ Եվ ամենի մի մասնիկն է, եւ ամենը չէ, այլ ամենի մի մասնիկն է։ Ես հիշում եմ մի հարցազրույցի ժամանակ, էլի, մեր հարցազրույցն էր, դուք ասացիք, որ իրականում սեքսը սկսվում է ոչ թե ներհրումից կամ սեռօրգանների իրար հպումից կամ շփումից, այլ դրա մասին նույնիսկ մտածելուց, հետո միգուցե խոսելուց, հետո նախա տրամադրվելուց եւ այսպես շարունակ, մինչեւ հաջորդ սեռական ակտը եւ սրանով ամեն ինչ ասված է կարծում եմ։ Եվ վերջին երկու շատ կարևոր հարցերն ուղեմ, կարող եք հստակ հիմա թեկուզ մի 3 կամ 5 կետով, որքան որ ճիշտ կհամարեք, նշել թե մարդը կամ զույգը ինչ գանգատների դեպքում կարող է դիմել բժիշկ սեքսոլոգի եւ դա կլինի նպատակահարմար, թիրախային, ասենք, որի դեպքում, չգիտեմ, պետք չէ հաստատ դիմել գինեկոլոգի կամ նյարդաբանի։ Նախ մի կարևոր բան ուզում փաստենք, ուզում հստակ փաստենք, որ կլինիկական սեքսոլոգիան սեռային բաշխում չունեցող մասնագիտություն է, որ ես հաճախ ստանում եմ որտեղ հաճախ ինձ դա հարցնում են, դուք տղամարդու սեքսոլոգ եք, կնոջ սեքսոլոգ, չկա այդպեսի սեռային բաշխում, որ դա խնդրեմ ֆիքսենք, ինչ վերաբերում է հարցերին, իրականում գիտեք, սեռական ֆունկցիա հետ կապված ցանկացած անհարմարություն, ցանկացած խնդիր նորմալ է, որ
անցնի սեքսոլոգիական կաբինետով։ Ոչ թե որ բոլորը պետք է անհապաղ գան, չէ, բայց եթե սեռական կյանքը, որովհետև մենք մեր գոլեգաների հետ, գինեկոլոգների, օրոլոգների, էնդոկրինոլոգների, անգամ կարդիոլոգների հետ շատ ակտիվ համագործակցություն ենք իրականում։ Մի անգամ, երկու անգամ չի որ մեր մոտից իրենք օվում են ուղղակի էնդոկրինոլոգի կամ կարդիոլոգի կամ գինեկոլոգի կամ օրոլոգի մոտ։ Բայց մեկնարկը խնդրի դեբյուտը լինում է սեռական ֆունկցիան իրացնելիս։ Իսկ դուք անհարմարություն ասելով հիմա ինչ նկատի ունեք, ցավերն են դրանք, այսինքն շուտ ֆիզիկական խնդիրները, թե հոգեբանական մտքերը, չէ՞ որ սեռական կյանքը այդ մի ամբողջ մարդու ներաշխար է նաև եւ այնտեղ կարող են մտատանջանքներ, հոգեկան, այսպես խմորումներ տեղի ունենալ։ Այդ դեպքում էլ կարելի է, հա, դիմել սեքսոլոգի։ Իհարկե կարելի է։ Ես նկատի ունեմ թե հոգեկան, թե ֆիզիկական որևէ խնդրի եւ անհարմարության մասին։ Այստեղ նաև տեղին է նշել, որ մասնապես հոգեկան ոլորտի այս կամ այն հարցի պարագայում մենք նաև ունենք ակտիվ համագործակցություն հոգեբանների հետ, հոգեբուժների հետ մենք աշխատում ենք միասին։ Դա ամեն օր չի պետք է ասել, բայց աշխատում ենք իրար հետ։ Այո։ Իսկ հիվանդություններ, օրինակ, բավականին երկար տևող, որը վերածվել է ոչ թե դրվագային ցավի կամ անհարմարության, այլ արդեն ախտորոշված է որպես հիվանդություն։ Դա տղամարդկանց մոտ հաճախ որ մեզ դիմում են սորաբար էրեկցիայի խանգարումներն են, բաղարժամ սերմնաժայթքումն է, կամ հակառակը հուշացած, կանանց մոտ ցավային խանգարումներն են, որի մասին գիտենք, կարծեմ շատերս վագինիզմի մասին է խոսքը, սեռական ցանկության նվազման, բացակայության, անօրգազմիայի եւ այդպես շարունակ։ Հասկանալի է եւ հաջորդ հարցը, ես այս հարցերն ուղղում եմ որպեսզի մեզ ունկնդրողները պատկերացում կազմեն, թե ով է բժիշկ սեքսոլոգը եւ որ խնդիրների դեպքում արժե նրան դիմել, որ դեպքերում նա կօգնի մարդուն կամ զույգին։ Ինչպես է անցնում խորհրդատվությունը ձեր սենյակում։ Սա շատ հետաքրքիր է, որովհետեւ մեր երկրում կա ամոթի պահ, կա այսպես գաղտնապահության վախ, անոնիմության խախտման պահ։ Տղամարդկանց դեպքում կա խոցելի կամ թույլ, չնայած մենք հասկանում ենք, որ այստեղ թույլ լինելու մասին խոսք չկա, բայց իրենք ունենում են այդ զգացողությունը։ Էլի խայտարակվելու, պարտված լինելու ինչ որ այսպիսի զգացումներ։ Ինչ սպասել ձեր սենյակում, ինչ հարցեր եք տալիս, ինչպես եք բացում ճակերտավոր մարդկանց այդ խնդիրները։ Գիտեք, իրականում կարող եմ հստակ ասել, որ անգամ բացելու ինչ-որ հատուկ կարիք չի լինում, որովհետև եթե մարդիկ գալիս են, հասնում են այդ կետին, բայց լինում է սահուն եւ սովորաբար շատ ջերմ մթնոլորտում, որովհետև դա արդեն բանից անցել, չէ, կարելի ասել պրոֆեսիոնալիզմի եւ մարդու մեջ մարդը տեսնելու եւ մարդ վերաբերվելու հարցն է։ Իսկ մարդիկ գիտեք դա շատ արագ հասկանում են։ Շատ արագ հասկանում են թե ես լսողը ինչքանով է հոգատար, ինչքանով է սրտացավ, ինչքանով ապունակցող եւ ինչքանով է հասկանում թե խոսքը ինչի մասին է։ Եվ այդ ամենը շատ արագ ու սահուն լինում է։ Ինչ վերաբերում է գաղտնապահությունում, սեքսուալական առատ գաղտնապահության դա դերևս անհնար է։ Եվ շատ դեպքերում մարդիկ կան, որ անգամ ստուգում են, արդյոք այստեղ չկա որևէ բան դրած, տեսախցիկ դրած։ Հա, ինչը իհարկե երբ որ մի փոքր արդեն շփում է լինում, իրենք հասկանում են, որ դա հնարավոր չէ։ Հա, կամ խնդրում են այնպեսի ժամի գալ, որ իրենց ոչ ոք չտեսնի, կամ եւ այլն, այդ բոլոր դեպքերը ես իհարկե հասկանում եմ եւ բոլորին համար համապատասխան հարմարություն խելամտության սահմաններում փորձում եմ ստեղծել։ Լինում է, որ ընդհանրապես հրաժարվում են կլինիկայում խոսել եւ դուք ստիպված ինչ որ այլ ընտրանք եք մտածում, որպեսզի գոնե խորհրդատվության տեսքով ինչ որ մի կերպ կարողանաք օգնել։ Ցավոք սրտի լինում է։ Ցավոք սրտի։ Եղել են դեպքեր։ Ես մի անգամ այն պատկերացնում եմ եւ մի հարց էի ուզում ուղղել, բայց ոնց որ թե չենք հասցնի, 1 րոպե ունենք։ Որքան կարող է տևել միջին վիճակագրական սեռական խնդրի թերապիան ձեզ մոտ։ Հնարավոր է նշել ինչ որ միջակայք գոնե։ Կստեմ, որովհետեւ դեպք կա որ մի հանդիպում մեզ համար լրիվ բավարար է, դեպք կա որ մենք կարող ենք ամիսներով հանդիպել։ Նման է մի քիչ հոգեթերապիային, հա, այսպես կարող ենք զուգահեռներ անցկացնել, 6 ամիս օրինակ։ Շատ խնդրից կախված մենք մի հանդիպումը կարող է լրիվ բավարար լինել, բայց կարող է եւ մի քանի անգամ հանդիպենք։ Լավ, շատ շնորհակալություն, շատ հուսադրող էր ի դեպ, որովհետեւ սեքսոլոգներից մի քիչ այսպես խրտնած վիճակ կա մեր երկրում եւ ես ուրախ եմ, որ դուք այսքան դրական, այսքան բաց սիրտ եւ գրագետ կարողանում եք ներկայացնել, թե ինչ է կատարվում սեքսոլոգի կաբինետում։ Մենք զրուցեցինք բժիշկ սեքսոլոգ Վահե Ասրյանի հետ, ձեզ համար աշխատեց Լուսիկ Քոչարյանը, հուսամելի կհանդիպենք տաղավարում եւ ցտեսություն բոլորին։